Այսօրը նյութ է դուրս եկել, ազատությունը հրապարակել է մի նյութ, որտեղ Օրի Ալավերդյանի հետ ունեցել է հեռախոսային զրույց, որտեղ Օրի Ալավերդյանն ասում է, որ այո, եթե ինչ-որ ապրանք վաճառվել է ու իր համար չկա փաստաթուղթ, մեր համար մեկ է, փոքրը կտա դրա 10% հարկը, թե մեծը։ Օրի Ալավերդյան, ես հասկանում եմ, որ դուք շատ խելացի եք, ես հասկանում եմ, բայց մեզ պետք են նաև ժողովուրդ սիրող մարդիկ։ Էյխմանին եք նմանվում, որտեղ կոնցլագերում կառուցել են այդ կոնցլագերները շատ գրագետ ինժեներները, երեխեքին թունավորել են լավ բժիշկները։ Ես ընդունում եմ, որ դուք խելացի եք, ձեր գիտելիքներով տիրապետում եք, ձեր աթոռին արժանի եք, բայց այդ դեպքում ֆինանսների նախարար, այդտեղից մասամբ վերցրեք են, ինչ որ կարա օգուտ տա պետությանը, ոչ թե ամբողջ այդ դահիճական վերաբերմունքը, ինչ է նշանակում մեր համար մեկը, ով թուղթ ունի, ով է մեղավոր, 10% պիտի տա փոքրը, դա ինչ է, ռեկետ, չի։ Դա ռեկետ է։ Այսինքն մենք կարող ենք ֆիքսել 3 կարևորագույն ուղերձ։ Առաջին դրույքաչափերի բարձրացում, երկրորդ առանց փաստաթղթի ապրանքի 20%-ի հարկում եւ գույքագրում։ Այս 3 կարևորագույն խանգարող հանգամանքներն են։ Եվ դա հարկումը։ Հարկումը, դրույքաչափի բարձրացումը, այսինքն 5-ից 10% դրույքաչափի։ Նայեք, նախ կներեք ձեզ ընդհատում եմ 1000 ներողություն, բայց որպեսզի մի քիչ Ես լավ։ ականում ձեր պահանջը ֆիքսենք։ Ասում եմ, դու չունես թուղթ, բայց վաճառել ես ապրանքը 10%, դու արդեն ինձ պատժում ես։ Մեկ այլ տեղով ինչ ես 20% եկամ տահարկ ուզում։ Միա 10% դրույքաչափ, այսինքն վաճառքի արժեքից բարձրացում։ Հաջորդը գույքագրման պահանջ, չէ, որ գույքագրման պահանջը չեղարկվի։ Դուք ման ժամանակ չհայտնաբերված ապրանքի 20% առաջին անգամ։ Սա երրորդ, Զգուշացում տուգանները, ֆիչեր տուգանները զգուշացում լինի։ Դա կարևոր հարցերից մեկն է, որտեղ եթե ինչ-որ մեկին հենց առաջին հայացքից տուգանեցին, այդ պետքա տնտեսվարողը փակվի։ Սա ավազակություն է, որը նրանք ասում են հակառակը։ Ստիպում են դուք ինչպես գիտեք, որ կարաշ կարային դատարան տային, չէ, դատարանը դա ինչ-որ մի ժամանակով հետաձգում էր։ Հիմի այդ օրենքը վերացրել է, դե լավ։ Հա, պետքա այդ իսկ եթե այդտենց եղնի մի անգամից առանց այդ մուծելու մարդիկ պետքա մուծեն, հա դեմի, բայց այս ժողովուրդը սաղը ոնց որ հասկանում եք, մեր կառավարությունը ոչ թե ժողովրդի դեմ է ամեն ինչ անում։ Ու նա ես չգիտեմ, կամ ինքն է իր ուզում ստից հեռանա, կամ մեզ է ուզում հեռացնել։ Երկու Լսենք մեր վայրան։ իրավաբան հաշվապաներին է։